սիրել, Քարոզը չսկսած գպապակեի շնորհակալության խոսքը ուղղել իմ պատասխանատուներուս, նախ եւ առաջ ուզեմ շնորհակալություն հայտնել Արիավադիվ Մանուել եպիսկոպոս Բատակյանին, վաստակավոր առաջնորդ Միացյալ Նահանգներու եւ Կանադայի կաթողիկի հայոց, որ 3 տարիներ առաջ զիս անվանեց ժողովրդավետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկի ժողովրդավետության։ Ինչպես նաեւ շնորհակալության խոսքը ուզեմ ուղղել ներկա առաջնորդին Արիավադիվ հայ Միքայել եպիսկոպոս Մուրադյանին, առաջնորդ կաթողիկի հայոց Ամերիկայի եւ Կանադայի, որ իր եպիսկոպոսության 2 տարիներուն ընթացքին վայելեցի իր հովանավորությունը աշխատելով այս ժողովրդավետության մեջ։ Շնորհակալ եմ իրենց, քանի որ վստահեցան ինձի այս մեծ եւ պատասխանատու պաշտոնը։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ասիկա վերջին անգամն է իբր ժողովրդավետ, որ ցեզի այս սուրբ խորանեն, բատկամս ուղեմ, իմ խոսքս, որդիական, հայրական, եղբայրական խոսքս ցեզի ուղեմ, որպեսզի ձեր սրտերը ավելի բացվին, Աստված ընդունելու, զինքը բաշխելու եւ զինքը միմիայն փառաբանելու համար։ Այսօր վերջին բادرակն է իբր ժողովրդի գիրագի օրը։ Եվ այսօր համար գուզեի ձեր հետ խորհրդածել եւ մտածել մեր քահանայական գոչումի մասին։ Շատերը ինձ հարցնել, հիմա ինչ պիտնես, հիմա ո՞ր պիտի եկաս, հիմա ինչ պիտի ելնա, դուք ձեր կյանք ինչպես գաբրի, մենք նորմալ մարդիկ ենք սիրելի, մենք նորմալ մարդիկ ենք, մի սեր եւ հոգի է շինված, մեզի միայն հավանաբար Աստված դեսած է մեր մեջ որոշ բաներ, որոշ հատկություններ, ավոր համար մեզ անարժանապար գանչած է ծառայելու իր անունին, ծառայելու իր եկեղեցին։ Սիրելիներ 15 տարիներ առաջ, երբ որ ցերնադրվեցան, երբ որ վարդապետ եղան, ինձ հարցուցին ինչ բնապան պիտի ընտրես քու քահանայական կյանքիդ համար, եւ ես ընտրեցի հետեւյալ խոսքը Սուրբ Գիրքին, Սամոս 116-րդը, որ գսե, ինչպես պիտի հատուցանեմ դիրոջս իր դված բոլոր բարիքներուն համար, ինչպես, ես անարժանս ինչպես պիտի հատուցանեմ, ինչ ընեմ, եւ կշարունակես Սամոսը, բրգության բաժակը պիտի բարձրացնեմ եւ Աստծո անունը պիտի գանչեմ։ Եվ 15 տարվան ընթացքին այս եղավ մինչև օրս իմ պաշտոնս, իմ առաքելությունս եւ իմ գոչումս, ես անարժանս, գոչվեցա մեծ պաշտոնի, հոգիներ առաջնորդելու դեպի հավիտենական կյանք։ Ինձի Աստված շատ բաներ տված է, շատ բաներ չի տված, ադոր իրեն շնորհակալություն կհայտնեմ այսօր իր բոլոր շնորհքներուն համար, որ զիս անարժանս նվաստս, արժանի տեսած է, որ խորանի վրա բարձրանամ, իր անունը գանչեմ եւ բادرակ պատասխանեմ։ Սիրելիներ, աղոթեցեք բոլոր վարդապետներուն համար, աղոթեցեք ձեր ժողովրդավետին համար, որպեսզի Աստված միշտ հավատարիմ պահեզիս այդ խոսքին, որ դվի իրեն 15 տարիներ առաջ։ Սիրելիներ, որևէ մեկուն կյանքը թույլ չէ, վարդապետին կյանքը
երբեմն դժվար է, բայց շատ անգամ է շատ գեղեցիկ։ Ձեր ամուսնական կյանքի մեջ երբեմն դժվար է, բայց շատ անգամ է շատ գեղեցիկ։ Որևէ վիճակ, որ մեկը ընտրել իր կյանքին համար Աստծո շնորհքով եւ ողջունով գեղեցիկ է ինքնին, եթե մեր նպատակը ըլլա ծառայել Աստծո, սիրել զինքը, վկայել անոր անունին եւ միմիայն իր փառքը հռչակել ամեն օր։ Սուրբ Պետրոս Արաքյալ, որ գոչվեցավ Քրիստոսի կողմէ առաջնորդելու իր եկեղեցին, մեկ անգամ ըսավ Հիսուսին։ Ըսավ հավասիկ մենք ամեն բան ցկած ենք, ամեն բան ցկեցինք։ Ինչպես մենք պիտի ապրենք հիմա, ինչ պիտի պատահի մեզի, ինչ պիտի լա մեր ներկան ու աբական։ Պետրոս Արաքյալն է նորմալ մարդ է, ինչպես բոլորս մենք։ Եվ Հիսուսը ասավ. այն որ ինձի համար, Հիսուսի համար ասի, եւ Սուրբ Ավետարանին համար, թողած ըլլա, ցկած ըլլա, հայր, մայր, քույրեր, եղբայրներ, ակարակներ, ունեցվածներ կամ որևէ մի բան, ինչ կեր, ինչ որ ըլլա, անիկա հարյուրաբադիկը պիտի ստանա։ Հիրավի սիրելիներ, մենք իբր կահանա, իբր վարտավետ չենք ամուսնանար, բայց ինչպես Քրիստոս Պետրոսին այդ խոսքը սա նույնն մեզի կսե։ Մենք որ ցկեցինք ամեն բան իրեն ծառայելու համար, ստացանք հավաստիկ այս մեծ ընտանիքը, եղբայրներ, քույրեր, մեծ եկեղեցի, մեծ պատասխանատվություն։ Այս եղավ վարձքը, որ Քրիստոս մեզ տվավ։ Քրիստոս մեկը չմոռնա սիրելիներ, Քրիստոս միշտ մեր հետն է, մեզի ղրգեց այո, և մեզի ամեն օր կղրգե, դարասենու համար իր անունը, բայց մենք գմխիտարվինք միմիայն, երբ որ իր անունը ամեն դեղ պարապանենք, երբ որ տեսնենք մեկը, որ գուկա և գսե, ես այժմ ավելի մոտ եմ Քրիստոսի, ես հիմա ավելի եկեղեցիկ ու կամ ավելի կահավատամ, ադիգա մեզի համար սիրելիներ, մեր ուրախությունն է, այդ է մեր կողմնակությունը, այդ է մեր ուրախությունը, այդ է մեր մխիթարությունը սիրելիներ, ուրիշ մխիթարություն չկա։ Հիսուս մեզի ըսած է բոլորից, ուզես ինձի հետևի, շատ լավ, ցկե ամեն բան, խաչդ ամեն օր գրե և ետևես եկուր։ Խաչդ ամեն օր գրե և ետևես եկուր։ Բոլորս ալ խաչեր ունենք սիրելիներ, բոլորս ալ ամեն օր գահում կուրենք Քրիստոսի կողմէ ստացած խաչը և գկալենք իր ճանապարհով, գկալենք իր ճամփայով, որպեսզի արժանանանք երկնքի արքայության։ Սիրելիներ, Քրիստոսի մի խոսքը ավետարանի մեջ զիս շատ դպավորած է։ Գսե և որթում կործդ էրիր վերջացուցիր, էսե հետևյալ խոսքը, ծեզի հրամայվածները և որ գադարեք, ասիկա Ղուկաս 17-րդ գլխում մեջ կգտնեք 10-րդ համարը, և որ ծեզի հրամայվածները գադարեք, էսեք, և ես այսօր կգտնեմ նույնը, ամբիդան ծառը, ինձի հանցկվածը գադարեցի։ Ես ծառայում սիրելիներ, ինչ որ ինձի հանցվեցավ, չանացի իմ դգարությանքս, իմ դգարություններովս գադարել։ Երբեմն դժվար եղավ, երբեմն թյուրին եղավ, բայց միշտ և միշտ զգացած եմ և մինչև հիմա կզգամ Աստծո ներկայությունը, Աստծո մատը, Աստծո ցերկը և իր մխիթարական ժպիտը որ գսե մի վախնար ես ու հետդ եմ, ինչպես բոլորիս գսե մի վախնար ես հաղթեցի այս աշխարհին, ես ձեր հետն եմ
մինչև աշխարհից գդարածը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, հրաժեշտ առնել եղբայրներեն, քույրերեն, ցեզի մեզ լավ ժողովուրդ է դժվար է։ Բայց մենք մխիթարություն ունենք, երբ որ ցեր դեմքերում վրա ամեն գիրագի դեսնեի շբիդը, դեսնեի ուրախությունը ցեր, որ երբ եկեղեցի բուկայի կաղոտելու համար, ադիգա ինձի աշխարհ գարժը։ Սիրելիներ, Քրիստոս եկավ, որպես երեք բան մեզի սորվեցնեն, եւ ասիգա գխնդրեմ, որ ցեր ագանչներում, մտքերում, սրդերում վրա, սրդերում մեջ պահեն։ Նախ եւ առաջ Քրիստոս եկավ խաղաղություն տալու։ Հրեշտակները աղագեցին բոլոր աշխարհին, երբ որ ծնավ Քրիստոսը, Պարկի Պարծունս Աստծո երկրի վրա խաղաղություն, մարդոց մեջ հաջություն։ Եվ Քրիստոս չցկած այս աշխարհը մխիթարելով իր աշակերտները ըսավ խաղաղությունս գուդամ ցեզի։ Իմ խաղաղությունս աշխարհի խաղաղության պես չէ, իմ խաղաղությունս ցեզի գուդամ։ Հովհաննես 14-րդ գլուխը 27-րդ համար։ Իմ խաղաղությունը, Քրիստոսի խաղաղությունը, այն որ իր սրտի մեջ խաղաղություն ունի, գպատկանի Քրիստոսի։ Այն որ խաղաղություն չունի, չի գնալ պատկանի Քրիստոսի։ Քանի որ Քրիստոս խաղաղություն է։ Երկրորդ սիրելիներ, Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի մեզի ներումը սորվեցնե։ Ներել։ Եվ սա իրարու ներեցեք։ Եթե դուք չներեք, ձեր եղբայրներում հանցանքները Աստված ձեզի պիտի չներեք։ Եթե մենք սիրելիներ չներենք, Աստված մեր հանցանքները չի գնար ներել։ Մատթեոս 6-րդ գլուխը 14-րդ համարը։ Երրորդ սիրելիներ, Քրիստոս եղավ խաղաղություն մեզի համար, եղավ ներում մեզի համար, եւ երրորդ մեզի սերը տվավ։ Եվ դուք ինձ մե ավելի լավ գիտեք ինչ կնշանակե սիրել։ Եվ գսե Հովաննու ավետարանի մեջ, Աստված այնչափ սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տրգեց, որպեսզի ան որ իրեն հավատա, երկնքի արքայության արժանանա։ Հովհաննես 3:16 համարը։ Սիրելիներ, Քրիստոս մեզի համար եղավ խաղաղություն, եղավ ներում եւ եղավ սեր, քանի որ հաստեց որ մեզ կսիրեն մինչեւ վերջ, ինքզինքը ամբողջությամբ տալու։ Մենք բոլորս անգոչված ենք եւ գանչված, որպեսզի ամեն օր մենք մեզ դանք ուրիշներուն։ Մենք մեր անձնասիրությունեն դուրս ելնենք, որպեսզի կարենանք ազատությամբ դալ Քրիստոսը ուրիշներուն։ Կահանան իր ծերնացության օրը գտարնա մի ոմն Քրիստոս, ուրիշ Քրիստոսի, որպեսզի անարժանանա Քրիստոսի գործը գադարել։ Եվ Քրիստոսի գործը եղավ խաղաղություն, ներում եւ սեր դառնու համար։ Եվ ուսամ որ ես 3 տարվան ընթացքին գրծակիչը խաղաղություն բերել, գրծակիչը սեր պաշտել եւ գրծակիչը ներել։ Եթե ադիկա գրծանել, ուրեմն դակավին Քրիստոսի ճանապարհի վրա է։ Սիրելիներ, աղոթեցեք ձեր բոլոր քահանաներուն համար, մեր բոլոր քահանաներուն համար, աղոթեցեք ինձի համար եւ ադիկա պիտի լա իմ ուրախությունս, իմ մխիթարությունս, ձեզ երբեք բնավ պիտի չմոռնամ, ինչպես մոռնամ 3 տարվա իմ ընտանիքս, 3 տարիներ, 3 երկար տարիներ միասին մտահոգվեցանք, միասին ներվեցանք, միասին ամուրախացանք, միասին հավանապառնացինք, բայց միասին ալխնդացինք։ Աստված դա սիրելիների մաղթանքս է, որ ձեր ընտանիքներում մեջ խաղաղությունը լա, իրարու միշտ ներեք սիրելիներ եւ միմիան իրարու սեր տակ, քանի որ կյանքը չարժ է վրեժխնդրությամբ ապրիլ,
չարժեր խողությամբ ապրի, չարժեր նախանցով ապրի, չարժեր իրար գտրելով ապրի, գարժենի միայն խաղաղությամբ, ներումով և սիրով ապրի, և այնատել մենք գրնանք ասել, որ գրցանք Քրիստոսի արկայությունը հաստատել երկրի վրա, գրցանք մեր գործը լավ կատարել, յանքը գարջ է սիրելիներ, գարջ է յանքը սիրելիներ, ապրենք լավ, սիրով, երջանկությամբ և աղոթենք իրար համար, որպեսզի միշտ Աստծո օրհնությունը մեր վրա ըլլա։ Աստված ձեզ բահե պահպանի, ձեզի կաչարողջություն բարգեւի, գործելու հաջողություն բարգեւի, երկար կյանք բարգեւի և չմոռնաք ամեն օր աղոթել, որպեսզի բոլոր եկեղեցիները մեկնան, քանի որ երեկ փակվեցավ Միության շաբաթը և աղոթեցինք բոլորս որ եկեղեցին մեկն սիրելիներ Աստված ինքը պիտի միացնե մեզ և որ մենք ազատենք մեր անձնասիրությունը և որ ելնենք մենք մեզնենք և սկսենք դալ միմիան ուրախություն սկսենք վկայել միմիան Քրիստոսի մասին և այնադեմ ավելի լավ ավելի երջանիկ աշխարհը ունենանք Աստուծո օրհնությունը անպակաս լացել վրայի սիրելիներ, ցեզի միշտ պիտի աղոթեն, դուք ինձ համար աղոթեցեք, ամեն։